Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն օր նոյեմբերի 6 Ցնծացիր Տերով և նա կտա քեզ քո սրտի ուզածները Սաղմոս 37-րդ գլուխ 4-րդ խոսք Աստծո հանդեպ հիացմունքը ունի վերափոխող ուժ և բարձրացնում է մեզ մեր ընկած բնության ստոր ցանկություններից վեր Տիրոջ հանդեպ հիացմունքը ոչ միայն քաղցր է ինքնին, այլև լցնում է քաղցրությամբ ամբողջ հոգին, մինչև սրտի ցանկությունները դառնան այնպիսին, որ Տերը կարող է վստահորեն խոստանալ դրանք կատարել։ Միթե սա մեծ հաճույք չէ, որը ձևավորում է մեր ցանկությունները, մինչև դրանք նմանվեն Աստծո ցանկություններին։ Մեր հիմար ճանապարհը մեր ուզածը ցանկանալն է և ապա ընթացք տալ այն իրագործելու։ Մենք չենք հետևում Աստծո ճանապարհին, որը նախ նրան փնտրելն է, ապա մնացած ամեն ինչի ակնկալելը։ Եթե թույլ տանք Աստծուն լցնել մեր սրտերը մինչև եզր, որպեսզի դրանք լցվեն ուրախությամբ, ապա Տերն ինքը կհոգա, որ մենք ոչ մի լավ բանի պակաս չունենանք։ Ուրախություն փնտրելու համար արտասահման գնալու փոխարեն եկեք մնանք տանը Աստծո հետ և հագենանք մեր սեփական աղբյուրից։ Նա կարող է շատ ավելին անել մեզ համար, քան մեր բոլոր ընկերները։ Ավելի լավ է գոհ լինել միայն Աստծով, քան անհանգստանալ և կարոտել ժամանակի ու զգացմունքների մանրուքներին։ Մենք կարող ենք երբեմն էլ հիասթափություններ ապրել, բայց եթե դրանք մեզ ավելի են մոտեցնում Տիրոջը, դրանք պետք է բարձր գնահատվեն, քանի որ վերջիվերջո դրանք կապահովեն մեր բոլոր արդար ցանկությունների իրականացումը։